Ապա համակարգում բարձրանում են հատուցումների սահմանաչափերը, թեմային ծանոթ է իմ գործընկեր Տիգրան Հովակիմյանն, այժմ այստեղ է։ Տիգրան, ինչ խնդիր ես ալուծում։ Այսօր ապահովագրողների բյուրոն հրավիրել էր մամուլի ասուլիս իրազեկելու այս փոփոխությունների մասին։ Ըստ էության այս կերպ բարձրացվում է փոխհատուցման չափը եւ նվազեցվում է լրացուցիչ ֆինանսական բեռը եւ բարձրացվում է ապահամակարգի նկատմամբ վստահությունը։ Հիմա հարցը հետեւյալն է, որքանով է փոփոխվում այդ հատուցման չափը, որքանով է ավելանում։ Նախ նշեմ, որ այս փոփոխությունները տեղի են ունենալու ապրիլի 1-ից եւ եթե վնասվել է ավտոմեքենան, գործող առավելագույն սահմանաչափը 1.800.000-ից բարձրացվելու է 2.500.000 դրամի։ Իսկ եթե խոսքը անձի մարդու առողջության կամ կյանքի մասին է, ապա գործող 3.300.000-ի փոխարեն սահմանաչափը բարձրացվելու է 3.500.000 դրամ։ Ընդհանրապես բարձրացնում է նաև մեկ վթարի դեպքում բոլոր տուժածներին միասին վճարվող ընդհանուր գումարի սահմանաչափը, այս դեպքում 25 միլիոն եւ 35 միլիոն դրամ կախված իրավիճակից կամ հանգամանքից։ Եվ ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենի խոսքով, եթե այս փոփոխությունները արել են, դա դեռ չի նշանակում, որ 100%-ով փոխհատուցվելու են տուժողները, քանի որ այս կերպ նաև կձևավորեն սխալ ընկալում, թե վթարային իրավիճակ ստեղծելը խրախուսվում է։ Հիմա կա այս ամենում երկրորդ կողմը, հատուցումների չափը ավելացվում է, բայց արդյոք դա ազդում է նաև պոլիսի արժեքի վրա։ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենի խոսքով որևէ փոփոխություն չի կրելու այս ամենը, բայց նաև ազատականացված է այդ սակագնի որոշումը եւ նաև հաշվի են առնում, թե վարորդը ինչքան տարվա փորձ ունի, մարզից է, թե Երևանից է եւ յուրաքանչյուր վարորդ ինքն է որոշում, թե որ ավտոապահովագրողին մոտենա եւ այդ ընկերության հետ ունենա պայմանագիր։ Լսենք նաև այդ մասին ասուլիսին հնչած պատասխան։ Այս պատճառով ինչ որ մենք բարձրացեցինք ապգումարը, որը ենթադրում է հատուցման ավելացում եւ հետեւաբար պետք է որ ենթադրեր ապահովագրական վճարի ավելացում, չի ավելանալու այս պատճառով։ Մեր կանոններով են առաջնորդվում, պարտավոր են առաջնորդվել, մենք վերահսկում ենք եւ կարգավորում ենք ապահովամակարգը, բայց սակագները, ինչպես գիտեք, դեռ 3 տարի առաջ ազատականացվել են, մենք ուղղակի սահմանել ենք սկզբունքներ, իսկ սկզբունքը շատ պարզ է, պետք է իրանք հենվեն վիճակագրական տվյալների վրա, որը որ մենք տիրապետում ենք, այսինքն իրանք չեն կարող ինչ-որ այլ վիճակագրական տվյալներ վերցնել, ինչը որ իրանք վերցնում են, մենք տեսնում ենք, հիմնավորված է, թե ոչ, եւ մենք սահմանել ենք առավելագույն շեմ։ Մենք նաև հնարավորություն ունենք այս թեմայի վերաբերյալ հարցումներ լսել, որոնք արվել են մայրաքաղաքում վարորդների շրջանում։ Բնականաբար լավ է, բայց իրոք կգործի, չի գործի։ Փոխհատուցումը բարձր, այդ իհարկե ուրեմն ավելի լավ է, իհարկե։ Փորձը ցույց է տալիս, որ վթարից հետո միշտ չի որ նորմալ ձևի վճարում են։ Դրականն է, որ հատուցման գումարը ավելանում է, բայց որքանով է դա ոնց ձևակերպեմ, որքանով դա կազդի հասարակ բնակչության վրա չեմ կարող ասել։ Այդքան շատ չի էլի, ես նայել եմ մեր ավտոներին, օրինակ մեր տան ավտոներին մտել եմ հերթով նայել եմ, մի 1000-2000 դրամի տարբերություն ա տվել։ Բայց միշտ չի որ տալիս են էլի։ Եթե 10 տարվա մեջ մի հատ էներ ինձ են եկել խփել, ընդհանրապես 200.000 տվեցին 1 միլիոն ռեմոնտին, որ գալիս է օրը, չես մուծում, բարեկը բռնում է ակտավորում է, չի մուծե ապան։ Բայց որ վթարի մեջ սգնում Մինչև փողը տալիս է մարդու կերած կաթը բենից բերում է։ Ինձ թվում է լավ կլինի։ Կամ 1.800 դարլեք շուկես, այդ 700.000-ը կամաց քերելու է։ Մի անգամ չի անի։ Ծիրուն կամաց քերեն մեզնից։ Խոսքը օրինակ $1000 է, ենթադրենք կաղազում վթարը, փոխհատուցումը այնքան ցած է, հիմա ինչքան էլ ավելացնեն, հաստատ չի փակելու։ Այդ ապահովագրությունը արդեն 3 անգամ փորձված բան է։ Այնվաղ ախպերս դավեր խոսում ենք, բարեշում ենք, հետում ենք, ես ինչ են անում։ Լավ է, ինչ է էլ։ Ինչքան բարձր այնքան լավ։ Եթե ապայի փոխհատուցման գինը բարձրացնում են, ուրեմն օբյեկտիվ կլինի, որ ապայի վճարն էլ բարձրանա։ Լավ կլինի, որ ամեն ինչ անվճար լինի, բայց այս աշխարհում այդպես բան չի լինի։ Թող չխփեի, լավ է, պետք չփոխ։ Այս ամենից ինչ կարելի է եզրակացնել։
Դե որոշակի մտահոգություններ ունեն վարորդները, սակայն ինչպես նշեցին, ժամանակը ցույց կտա։ Քրիստինը նշեմ նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով նվազեցնելու մայրաքաղաքում խցանումները։ Այդ հանձնաժողովի անդամ է նաև Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն եւ բյուրոյի գործադիր տնօրենը նշեց, որ իրենք առաջարկներ են պատրաստել, որ ներկայացնեն։ Օրինակ, եթե վթար լինի, անկախ վնասի չափից մեղավորներ փնտրելուց նկարահանվի այդ ամենը եւ արագ ճանապարհը ազատվի։ Նաև փորձելու են համագործակցել ճանապարհային ոստիկանների հետ դրոններ կիրառելու եւ արագ արձագանքելու համար։ Նախատեսվում է նաև Հայաստանի ողջ տարածքն ընդգրկելով այսպես սեֆ կետերի on-line քարտեզ ստեղծել, որպեսզի պատահարները ուսումնասիրեն։ Շնորհակալություն Տիգրան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Տիգրան Հովակիմյանն էր։